Բրիջ Արցախ 2011-ը մեկնարկել է այսօր առավոտյան ազգային ժողովի և Արմենիա հյուրանոցի դահլիճներում։ Գործարարների և Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց քննարկմանն են ներկայացվել 7 թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը Արցախի ժամանակակից տնտեսության զարգացման համար ուղենիշային է։ Մինչև կեսօր քննարկվել են ներկրումը փոխարինող տեղական արտադրության զարգացման հեռանկարները, Արցախի տնտեսության զարգացման գործում ֆինանսական կառույցների մասնակցության հարցը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն էլ դիտարկվել է որպես ներդրումային միջավայրի բարելավման գործոն։ Համաժողովի շրջանակներում այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճամասրահում բացվել է Արցախ Էքսպո առևտրաարդյունաբերական երկրորդ ցուցահանդեսը, որին հիմնականում արցախյան արտադրողները ներկայացրել են իրենց արտադրանքը։ Առաջին այցելուների շարքում հանրապետության նախագահ Բակո Սահակյանն էր և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Զբոսաշրջային հնարավորություններ, արցախյան արտադրության շինանյութեր, պահածոներ, խմիչքներ, որոնք հայտնի են ոչ միայն տեղական շուկայում, այլև հաջողությամբ արտահանվում են։ Այսպիսի բազմազանությամբ էր ներկայացված մեր առևտրաարդյունաբերական համալիրը։ Համաժողովի պլենար նիստը նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մշակույթի և երիտասարդության պալատում։ Այն անցավ «Զարգացած տնտեսությունը որպես պետության անկախության հիմք» խորագրի տակ։ Համաժողովի մասնակիցներին ողջունեց և սկսված աշխատանքում հաջողություն մաղթեց նախագահ Բակո Սահակյանը։ Մենք բարձր ենք գնահատում Արցախի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում, ամեն մի քայլ, որը կնպաստի մեր երկրում գործարար կյանքի աշխուժացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը։ Դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից են ինչպես համայն հայության ջանքերի ու ներուժի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ։ Համաժողովում քննարկվելիք թեմաներն այս տեսանկյունից հրատապ են ու արդիական և իրենց մեջ պարունակում են նման փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գործարարների հետ այս հանդիպումն օգտագործեց խոսելու համար այն ցուցանիշների մասին, որոնք բնութագրում են այն մակրոմիջավայրը, որում առաջիկայում աշխատելու են գործարարները Հայաստանում և որոնք համաշխարհային զարգացումների հետևանք լինելով նաև ազդելու են Արցախի տնտեսության վրա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրեց նաև Հայաստանի կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության ծրագիրը, որը ավելի է հստակեցնելու պետության և մասնավոր սեկտորի պարտականություններն ու պատասխանատվությունը երկրի տնտեսական զարգացման կյանքում։ Տիգրան Սարգսյանը խոսեց նաև այս համաժողովից ունեցած ակնկալիքների մասին։ Մենք պետք է ձեռնարկենք լրացուցիչ ջանքեր, որպեսզի տարեցտարի մասնակիցների քանակը ավելանա, լինի ավելի բազմազան այս միջոցառումը եւ համոզված եմ այդ պարագայում հետեւողական աշխատանքի շնորհիվ նա կձեռք բերի նաեւ միջազգային համաժողովի կարգավիճակ, որի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել Լեռնային Ղարաբաղի տնտեսության ներուժը եւ ներգրավել լուրջ ներդրումներ։ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարն էլ այսօր համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Արցախի այսօրվա տնտեսական ցուցանիշները, խոսեց զարգացման հեռանկարներից։ Կարեն Եսայանի ներկայացմամբ ներդրումային գրավչություն եւ արտահանման պոտենցիալ այսպիսի որակներ ունեցող ճյուղերին է Արցախում հիմա տրվում առաջնությունը։ Ընդ որում գյուղատնտեսությունում պետությունն այսօր ամենախոշոր ներդրում կատարողն է։ Հենց պարենային անվտանգության հիմնախնդիրներն են եղել այսօր հետկեսօրին տեղի ունեցած կլոր սեղաններից մեկի թեման։ Քննարկվել են նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, Հայաստանի եւ Արցախի շինարարական համալիրների ինտեգրման ուղղությունները։ Վաղը համաժողովի մասնակիցները գործնական ու ճանաչողական այցեր են կատարելու։ Լինելու են Unicomp ընկերության ներկայացուցչությունում, մեկնելու են Dromboon, այցելելու են Base Metals ընկերություն։ Սպասվում է, որ համաժողովի աշխատանքների արդյունքում նաև կոնկրետ առաջարկներ կլինեն քննարկված հարցերի վերաբերյալ։ Լուսինա Ավանեսյան, Մերժան Հայրապետյան, Մհեր Մկրտչյան, Սամվել Սայան, օր։